Դուք Պարոն Միրզոյան, նոյեմբերի 9-ը ձեր վրա հարձակվելու Նիկոլ Փաշինյանի դուխիները գողանալու օրը։ Ես այս անձնակենտրոնությունը չգիտեմ ինչով է պայմանավորված, դա ազգային ողբերգության օր է։ Եթե ձեր վրա հարձակվել են, շրջվեք այն մարդու հետ, ում ամեն օր հանդիպում եք, ու ասեք այդ գործը ինչի բացահայտված չի։ Բայց նույն նախանձախնդրությամբ բացահայտեք ուղիղ եթերում, այն որ թաղապետը հարձակվում է մարդածեծում, այն որ պետական պահպանության տակ գտնվող ցուցարարին տանում են, ստորացնում են, այդ դեպքերն էլ։ Ես չգիտեմ ինչ կապ ուներ Սահմանադրության փոփոխության հետ ձեր անձնակենտրոնությունը, բայց կներեք նոյեմբերի 9-ը իմ համար ձեր վրա հարձակման օր չի։ Երկրորդ, փոփոխությունը ոչ սխալվում եք, եթե չասեմ ստում եք, որ դուք ունեցել եք Հայաստանի Սահմանադրության փոփոխության օրակարգ։ Ձեր օրակարգը միջև Ալիևի պահանջը եղել է Սահմանադրության բարեփոխման օրակարգ։ Դուք Հայաստանում նոր Սահմանադրության մասին խոսել եք բացառապես այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը ասել է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պիտի ունենա։ Ու քանի որ ուրիշ տարբերակ չկա անկախության հռչակագիրը հանելու, հանրաքվել անեք, ինչ բարեփոխում էլ անեք, չեք կարող այդ հղումը հանեք։ Դրա համար եք նոր Սահմանադրության մասին խոսում։ Դրա համար անգամ 4-րդ հանրապետության մասին եք խոսում, որտեղ ուրիշ իրավական ճանապարհ չկա։ Դա է խնդիրը։ Դուք միջև Ալիևը չի անվանել այդ Սահմանադրությունը խնդրահարույց։ Սահմանադրությունը կոնֆլիկտածին չեք անվանել։ Այ էդ է խնդիրը։ Էդ է խնդիրը։ Ու հա, փաստորեն դուք հունիսի 7-ի ընտրությունները վերածել եք Սահմանադրական հանրաքվեի։ Ալիևի Սահմանադրությանը այո կամ ոչ ասելու։ Այդ թուղթ, այսինքն որ ասում եք չէ, դե Ալիևի պահանջը չի։ Ես անգամ ամերիկյան հետախուզական ծառայության հողում չեմ անի։ Դուք ինձ կարաք բացատրեք, ո՞նց է ձեզ ստացվում, որ ձեր կամքով ինչ անում եք, վերջը դուրս է գալիս այն, ինչ Ալիևը ուզում է ձեզնից։ Ավելի վատ, եթե Ալիևը ձեզնից չի պահանջում ու անում եք, գիտեք։ Շատ ավելի վատ։ Ես անգամ չգիտեմ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին ձեզնից պահանջել են, որ հեռացնեք, թե ձեր կամքով է կարևոր դուր գաք։ Շատ վատ է, մեկից վատ տարբերակներ են։ Եթե պահանջել են արել եք, շատ վատ է, նշանակում է պահանջները այդ մակարդակի են հասել։ Եթե չեն պահանջել, դուք դա արել եք, այդ սարսափելի է։ Իսկ այս Արցախահայերի նկատմամբ այս պետական մակարդակով ատելությունը պահանջով եք տարածում։ Երբ որ երկրի վարչապետը Արցախահայ կնոջը ասում է փախել եք, այդ ձեզնից պահանջում են որ անեք, թե առանց պահանջել են անում, առանց պահանջել եք անում։ Ձեր խոսույթը, այսինքն խոսույթը չի տարբերվում Ալիևից, վերջնարդյունքը գործողությունները այն ինչ Ալիևը պատկերացնում է։ Դե դուք որոշեք, այդ մեկը մեկից վատ է, դա ձեր կամքով եք անում, թե անում եք ոչ ձեր կամքով։ Չգիտեմ էլ որն ավելի վատ։ Մնացածը ավելի մանրամասն արտաքին քաղաքականության մասին արդեն արժե լիագումար նիստերում կքննարկենք։ Շնորհակալություն, այլ ելույթներ։ Համեցեք, պարոն Մանուկյան։ Նախ բանակցությունների ժամանակ դեր աշխատակիցների վստահությունն ա եղել արտգործնախարարությունում, որ Սահմանադրության հարց ադրբեջանցիները դրել են, մեր կողմից էլ եղել է, ձեր Սահմանադրությունում էլ կա ուղղակի հղում եւ քննարկման նյութ եղել է։ Սահմանադրությունները միշտ ուզեցել են փոխել։ Հայաստանի 35 տարվա մեջ մի մասին դուրն եկել է, մի մասին դուրը չի եկել։ Միշտ է սահմանադրական փոփոխություններ եղել է։ Այդ թվում 18 թվականին, բայց 18 թվականին գործընկերուս կրկնելով որևէ մեկի մտքով Նիկոլ Փաշինյանից սկսած մազաչափ մտքով չէր անցնի հարձակվել Հայաստանի անկախության հռչակագրի վրա։ Ճիշտ չեք ասում, պարոն Միրզոյան, մոլորեցնում է ձեր իշխանությունը ժողովրդին։ Դրա լավագույն վկայությունը 18, 19, 20 թվականների անկախության հռչակագրի հետ կապված նույն Նիկոլ Փաշինյանի ուղերձները, դիֆերամբները անկախության հռչակագրի մասին եւ դրանից հետո այսօր հարցակում, թշնամական հարցակում մեր երկրի ծննդական անկախության հռչակագրի դեմ կոնֆլիկտածին է։ Լավը չեք ասում ֆաշիստական ու ռասիստական է, որովհետեւ կրկնելով Քրիստինե Վարդանյանին, որովհետև այդ ամբողջ ձևակերպումը հարձակումը անկախության հռչակագրի վրա ունի պատվիրատու, ունի պահանջատեր, որի անունն է Ադրբեջան եւ Ադրբեջանի նախագահ։ Եվ իրենք անթաքույց այդ մասին խոսում է։ Անթաքույց այդ մասին խոսում է։
Սրանից հետո խոսել այլևս ինքնիշխանության մասին, ինքնիշխանության պաշտպանության մասին մեզ էլ մեղադրել այդ տեսեք հարձակվում են դիմությունը ինքնիշխանության դեմ, առնվազն կոռեկտ չի, կեղծ է, սուտ է եւ հասարակությանը մոլորեցնող։ Իր վերաբերյալ չէ ժամանակը շատ բան չանեմ, նայեք Հայաստան Թուրքիա այդ Գյումրի կարծ որ ասում եք, Գյումրի կարծ որ ասում եք, մեր ժողովրդի ասենք մի հատ մանանայեք պատկերացնում։ Իրականում Գյումրի կարճ երկաթուղու Հայաստանի սահմանից այն կողմ, մինչև համարյա կարճ, մինչև Աքյակը կայերը երկաթգիծ չկա պարզապես, մետալալոմ է, մետալալոմ դողուկապը կայերանա, որ ավերակ է։ Շնորհակալություն, այլ ելույթներ։ Համեցեք Տիկին Հակոբյան։ Անշուշտ։ Պարոն Միրզոյան, նախ թույլ տվեք նաև ողջ հանրապետությունում մեր շրջայցերից բոլոր քաղաքացիների շնորհակալական խոսքը փոխանցել Հայաստանում հաստատված խաղաղության համար։ Բոլոր քաղաքացիները դա գնահատում են, ի հեճուկս որոշ ընդդիմադիր շրջանակների հայտարարությունների։ Պարոն Մանուկյանը գնաց, բայց պետք չի Ալիևին որևէ հղում անել խոսելիս, որովհետև հարգելի գործընկերներ եւ սիրելի հայրենակիցներ, մենք ենք հայտարարել, որ մենք Հայաստանի ներկայի եւ ապագայի համար տեսնում ենք Հայաստան, որը չունի որևէ պահանջ, որևէ հարևանից։ Մենք ընդունում ենք մեր տարածքային ամբողջականությունը նախ եւ առաջ եւ մեր քաղաքացիներին առաջարկում ենք ապրել խաղաղ, ապահով, երջանիկ Հայաստանի Հանրապետությունում պարփակվելով մեր 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Էնպես որ որևէ տենց բանը նորություն չեք ասեմ ավելին, այս իրական Հայաստանի գաղափարախոսությունը ընդունել եք նաև դուք, ամբողջությամբ ընդունել եք, ձեր տարբեր ելույթներում, հարցազրույցներում անպայման շեշտադրում եք, որ դուք չունեք որևէ հավակնություն, անգամ Արարատ սարի մասին խոսելիս հայտարարում եք հոմենք չենք գնալու եւ Արարատ սարը հետ բերենք։ Դուք եք իրական Հայաստանի գաղափարախոսության կրողը։ Ասեմ ավելին, անգամ Ղարաբաղի մեր հայրենակիցների վերադարձի հարց դուք չունեք ձեր օրակարգում, անգամ պոպուլիստական հայտարարություններ չեք անում, որովհետև չունեք դուք այդ օրակարգը, ասում եք, որ չկա այդ օրակարգը, պետք է ֆիքսենք հետագայում ճշտող հարցերին պատասխան ասում եք, վերադարձի իրավունքի որևէ հասցեագրում պետք է անենք, բայց չկա այդ օրակարգը, դրա համար պետք է այս բանը աղմուկը մի կողմ դնել ու նայել տակը իրականում ինչ է մնացել, այնպես որ ինչ վերաբերում է անկախության հռչակագրին, պարոն Մանուկյան, անկախության հռչակագիրը դա պատմական իրողություն է, որը ոչ կարող է սրբագրել, ոչ կարող է խմբագրել, ոչ կարող է չեղարկել, դա բան է, իրողություն է, որը եղել է, մենք դրանով անկախացել ենք եւ անցնում ենք առաջ։ Հիմա տեսնում ենք մեր ապագայի համար Ղարաբաղի հետ միավորում, վերամիավորում։ Մենք չենք տեսնում, դուք տեսնում եք, հայտարարեք, որ դուք տեսնում եք, աղմուկից են կողմ, փաստը շոշափելի բանն է, ասեք այո, մենք դա է մեր օրակարգը, հեսա հունիսին ընտրությունները, սիրելի քաղաքացիներ, տվեք մեզ ցայն, մենք կգնանք պատերազմով, ինչով է, վերամիավորում կբերենք ձեզ, կմիացնենք Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղին, դա է օրակարգ, թե չէ, աղմուկ եք անում, պոպուլիստական ինչ որ բաներ եք ասում ստեղ։ Ես կարդացել եմ եւ ուղիղ հղում եմ անում, դուք կարդացեք։ Շնորհակալություն պարոն Միրզոյան, եւս մեկ անգամ կատարած հսկայական աշխատանքի համար, որը մեծապես գնահատվում է Հայաստանի բոլոր համայնքներում։ Բոլոր շնորհակալություն։ Այլ ելույթներ, համեցեք։ Շնորհակալություն, մի ճշգրտում ուղղակի, այստեղ հնչեց միտք, որ պարոն Միրզոյանը ասել է, որ Հայաստանը Ադրբեջանի սահմանադրության հարցը բարձրացրել է, նման բան չի եղել, ընդհանուր քննարկման ժամանակ ի պատասխան Ադրբեջանի կողմից առաջ քաշած հարցի քննարկում ա եղել եւ հետեւաբար զարմանալ նրա վրա, որ Ադրբեջանում այդպես process չկա, պետք չի, որտեղ ստեղից նման ակնկալիք չի եղել։ Եվ երկրորդը եւ վերջում ընդհանրապես Տիկին Վարդանյան այդ
պաթոսը թարգեք իսկապես այդ նոյեմբերի 9-ը ձեր բանի օրը չէ, չգիտեմ ինչ խնդրում։ Այդ ես խնդրում եմ, այդ պարոն Միրզոյանը նոյեմբերի 9-ը ընդհանրապես չի ասել։ Այդ դատան չի հնչել, դուք վերեցիք ինչ որ նոյեմբերի 9-ը։ Հա չէ, խնդրում եմ, էլի հոգնածրել է այդ արդեն հանրությանը մեր։ Շնորհակալություն, ես եւս մի քանի խոսք կասեմ։ Պարոն նախարար, անցած տարի, երբ ներկայացնում եք նախորդ տարվա զեկույցը, դա այն օրն էր, երբ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը նոր էր ազդարարվել։ Ձեր զեկույցի նախորդ օրն էր։ Մենք կրկին հավաքվեցինք հանձնաժողովում եւ ինչ հարց էին ձեզ ուղղում ընդդիմադիրները, հիշում եք, դեռևս տեքստը հրապարակված չէր։ Եվ այդ միջանկյալ մի քանի ամիս ժամանակն էր, որ արդեն ավարտը հայտարարել ենք, բայց չենք նախաստորագրել, հետեւաբար չէր հրապարակվել։ Եվ Տիկին Վարդանյան, դուք այդ հանձնաժողովի նիստի ժամանակ, բայց դրանից առաջ է, դրանից հետո էլ ունենալով ձեր ֆրակցիայում անձանց, ովքեր ծանոթացել են խաղաղության պայմանագիրը, գիտեք ճշգրտությամբ ինչ բառեր են այնտեղ գրված, հետեւյալ հարցն եք ուղղել նախարարին։ Արդյոք Հայաստանը հանձնառություն է վերցրել պայքարելու ռևանշիզմի դեմ։ Մի ընդհատեք ինձ, լսեք, լիագումար նիստերի դահլիճում ձեր պատասխանը պետքա ձեր պատասխանին ակնկալելու եմ լիագումար նիստերի դահլիճում։ Հարցնում էր, ռևանշիզմի դեմ հանձնառություն Հայաստանը վերցրել է, թե ոչ։ Օրերս ձեր դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հիմնավորելու համար, որ խաղաղություն հնարավոր է միայն երաշխավորի պայմաններում, ասեց, որ այդ երաշխավորը անհրաժեշտ է նաև Ադրբեջանին։ Ինչու է Ադրբեջանին անհրաժեշտ երաշխավոր պայքարելու համար Հայաստանում ռևանշիզմի դեմ։ Այսինքն ռևանշիզմի դեմ պայքարի մեխանիզմ ձեր ֆրակցիայի ղեկավարն է առաջարկել Ադրբեջանին իդեմս երաշխավորի։ Հարցեր չունեք իրեն, ասելիք չունեք, ձեզ նկատի ուներ, հո մեզ նկատի չուներ, երբ որ ասում էր, որ ռևանշիզմի, հայկական ռևանշիզմի դեմ պայքարելու համար Ադրբեջանին եւս անհրաժեշտ է երաշխավոր։ Տեսեք ինչ լավ բանաձև է առաջարկում մեզ կայսրությունը։ Որևէ բան չունեք նրան ասելու։ Երկրորդ հարցը, որ մի ընդհատեք ինձ, երկրորդ հարցը, որը անընդմեջ ուղղում էիք, դուք ասում եք Հայաստանի տարածքից երբ են դուրս գալու Ադրբեջանի զորքերը, ինչու եք ստորագրել խաղաղության պայմանագիրը, եթե այդ զորքերը մեր տարածքում են։ Եվ ինչ, ձեր դաշինքի ղեկավարը էլի իր հայտնի չկան մյուս падգամավորների իրենց այս ասելիք ուղղված, որովհետև դուք զոհերն եք այս խոսակցության, ասեց, որ խաղաղություն կա օրինակ Կիպրոսում։ Կղզին բաժանված է երկու մասի, այդ խաղաղության երաշխավորը Թուրքիան է եւ սա Ռոբերտ Քոչարյանին շատ դուր է եկել։ Իրեն հարց չունեք ասելու, որ եթե Կիպրոսի խաղաղությունը խաղաղություն է, իսկ մեր խաղաղությունը խաղաղություն չէ, եւ դու առաջարկում ես, որ երաշխավոր բերելով դա կդառնա խաղաղություն։ Արդյոք դա նշանակում է, որ ադրբեջանական զորքերը կարող են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում միայն թե լինի երաշխավոր, ավելին Հայաստանը կարելի է բաժանել երկու մասի, կարելի է միջանցք տալ, վերջ-վերջո, միայն թե երաշխավորը հասնի իր նպատակներին։ Հարցեր տվեք միմյանց, թե չէ տենց նստած լսում եք այդ մարդուն ու չեք հասկանում, թե ում եք լսում, որ երկրին եք լսում։ Ոչ, չեք կարող լիագումար նիստերի դահլիճում անհամբեր կսպասեմ ձեր արձագանքին, այժմ պարոն նախարար ձեր եզրափակիչ ելույթը։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ շոյված գնահատանքի